Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ հարգելի ռազմայնակիցներ, եթերում Arm Comedy լրապարտ եւ YouTube-ա հեն հաղորդումն է։ Այսօր փետրվարի 9-ն է եւ տենց ոչ մի առանձնապես տոն չկար, նայեցինք չկար։ Հա, ինձ որ եթե կառավարությունը մտածում է ինչ-որ մի հատ նոր, լավ տոն կարելի է հորինել, բայց չգիտեն երբ դնեն, փետրվարի 9-ը լավ, ազատ, հարմար օր է։ Քաղաքական երգիծաբանի օր դեռ չկա Հայաստանում։ Չէ, շատ սրած են դրած։ Այսօրվանի մեջ դիտեք, չի ավելի նուրբ պետք է ասել։ Ասեիր։ Ինչ է լինում, երբ բոլոր ոչ իշխանական ուժերը հավաքվում են մեկտեղ ԲՀԿ խորհրդաժողով։ Մեծ փոփոխություններին մնաց 1 ամիս, պնդում է ժառանգությունը։ Մհերը բացահայտում է շրջանառության հարկի թաքնված կողմերը առաջին ձեռքերից։ Պերվիրում, պատասխան հարց, հայտնի մարդկանց ոչ հայտնի պատասխանները։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, դվին հյուրանոցը հիշում եք, որ սենց անտեր, սենց լքված, սենց կանգնած է, արդեն սկսել են նոր հյուրանոցի կառուցման աշխատանքները, որոնք արդեն 2017 թվականի դեկտեմբերին։ Սենց ասեմ, լավ հետաքրքիր նախագիծ է, ուրախացնում է, որ նախագծի մեջ կուկուրուզնիկներ են ճխտել, ոնց է տենց փոքր հիշատակի տուրք։ BMW-ն ստեղծել է հատուկ ակնոց, որը օգնում է ավելի լավ կայանել մեքենան։ Իսկ հայ գիտնականները էլ ավելի են զարգացրել հայտնագործությունը, ակնոցի վրա մի թեթև չղջիկի արուն է կսում ու բոլորին տկլոր եք տնում։ Չինաստանի ոստիկանությունը արգրավել է 20,000 փաթեթ զուգարանի թուղթ ու պատճառը կուսակցության ղեկավարության մոտ տենց վառ արտահայտված լուծը չի, այլ որ զուգարանի թղթի վրա պատկերված է կուսակցության առաջնորդին հիշեցնող դեմք։ Դեռ պարզ չի ինչ են անելու այդ արգրաված թղթի հետ, մի կողմից պետք է երևի վառել, բայց մյուս կողմից էլի կուսակցության առաջնորդի նկարն ա վրան։ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին շարունակում է վիզ դնել Ուկրաինայի համար։ Դե հիմա ջիգարով է այդ մարդը, պատրաստ է մինչև վերջին ուկրաինացին պայքարել։ Ինքն էլ իր կողմից ինչ կարողանում անում է, ինտերվյու է տալիս։ Я достаточно радикальные вещи сказал на CNN, потом это целый день крутили. Вот каждый такой голос, каждый такой, так сказать, позиция. Кто-то может выступать на CNN, кто-то может пойти и свою жизнь отдать за Украину. Այդ տենց հստակ դերերի բաշխում, մեկը ինտերվյու, մեկը կյանքը։ Ռումինիայի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Ֆրանսիայից։ Բանն այն է, որ Ռումինիայի դեսպանատունը ճաշկերույթ էր կազմակերպել ու հրավիրել էր ֆրանսիացի մի շարք պաշտոնյաների, բայց հրավերի հետ ուղարկել էին մի հատ Excel ֆայլ, որի մեջ գրված էր հրավիրվածներից ով է։ Ժան Միշել չգիտեմ ինչ, կողքը գրած է, SN Գեշնն է, Նիկոլա չգիտեմ ով, կողքը գրած է, Պոնչն է ու այդպես շարունակ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր գինին եւ գետն անուշը կանխում են հիշողության կորուստը։ Սրանից հետո ուսանողներ ջան, քննությանը պատրաստվելուց մի 5 լիտր գինի, մի քանի գետն անուշ ու վերջ էլ երբեք չեք մոռանա այդ հարցաշարը։ Եվ այսպես թեժ աշնան մասին խոսել արդեն ոնց որ չափազանց զավեշտալի կլինի նույնիսկ մեր ֆորմատում, բայց դիմացը գարունն է։ Այո, ինչպիսին կլինի գարունը, կհամարձակվեն արդյոք ասել, որ գարունը թեժ է լինելու։ Գարունը կարծում եմ բավականին Դե ասեք։ 3 տար, որին սպասում է լիքը մարդ, պոպկորնը ձեռքում, հա։ Գարունը կարծում եմ բավականին հուսականությանն եմ նայում եւ նայում եմ մեր օդերույթաբաների գնահատականներին, բավականին նորմալ հանգիստ գարուն կլինի։ Յուհու, բոլորս դեպի նորմալ հանգիստ գարուն։ Բայց ես ճիշտ եմ հիշում, որ ժառանգության ղեկավարը մի քիչ այլ գարուններ կանխատեսել։ Ես կարծում եմ, որ մեծ լարումներ են սպասվում այս տարի եւ այս տարվա առաջի կեսին։ Դե կարող է հիմա ինչ-որ իրավիճակ փոխվեց այս մի քանի ժամվա մեջ։ Նարեկ, ժողովրդավարությունը սա է, կուսակցության ղեկավարը կարա լարված գարուն սպասի, իսկ խմբակցության ղեկավարը ոնց ասեց, նորմալ հանգիստ տարի։ հա, լավ, լսենք կոնկրետ ինչ է սպասվում։ Մի տարի է, որ ասում ենք, որ փոփոխություն բերելու համար պետք ունենք քաղաքական եւ քաղաքացիական լայն եւ միացյալ հրաբարակ եւ օրագարկ։ Մի տարի դվել ենք
մի ամիս եւս կդանք։ Բայց ժառանգությունում գիտեն, չէ, որ եթե լրացուցիչ մի ամսում էլի բան չկատարվի, հիասթափություն կլինի։ Այո, եւ շատ արագ, եւ շատ մեծ, հուսանք որ գիտի։ Այսպես ասեմ, շատ խիստ հանրային պահանջ ունենք, շատ ծայրահեղ, շատ լարված, եւ այդ պահանջը եթե մենք չկարողանանք իրացնել, հիասթափությունը շատ արագ է լինելու եւ շատ մեծ է լինելու։ Լավ, դե մի ամիս, հա։ Հա, ոնց որ ասեց, մի ամիս։ Դե ուզում ես գրանցի, որ այդ բանը։ Հա, այսօր ինչա, փետրվարի 9-ը, դե ուրեմն տենց մարտի 9-ը միջով, հա։ Նահանջ տարի է, բայց ուզում ես բաներ, հա։ Լավ, նահանջ տարի է, թող լինի մարտի 12-ը ու տեսեք ինչեր է փոխվում, բայց ժամկետների մեջ տեղավորվեք, հա, հետո ձգձգել, հետ գցել չլինի։ Իմ որպես քաղաքացու ցանկությունն եւ այսպես ասեմ համբերությունը հերիքում է մինչեւ ապրիլ։ Ապրիլ։ Բայց մի ամիս ինչ եղավ։ Հա չսկսած արդեն ձգձգում են։ Ինչ թվում է գարնան թեժության մասին ճիշտ կլինի հարցնենք օթերևութաբանությանը ամենամոտ կանգնած մեր գործընկերոջը։ Մհեր թեժ գարուն սպասվում, հա։ Ես ինչ իմանամ։ Դե մի հատ մտի են քո ցոլակ ցիկլոնյան վիճակների մեջ, ասա։ Չեք առանց դրա էլի, սենց ասեմ, հնարավոր է նույնիսկ ցուրտ գարուն։ Ոնց է ցուրտ։ Այդ ես չեմ ասում, գյուղացին է ասում։ Լուկաշինցիները նման տաք ձմեռ չեն հիշում, նրանց ամենաշատն անհանգստացնում է գարնան ցրտահարության հավանականությունը։ Մուշեղի կարծիքով, եթե տաք եղանակը պահպանվի, ծառերը մարտի առաջին 10-օրյակում կծաղկեն եւ անպաշտպան կդառնան նույնիսկ նվազագույն ցրտահարությունից։ Լավ, եթե ես ճիշտ եմ հասկանում մհերի նուրբ քաղաքական վերլուծությունը, նա ուզում է ասի, որ պետք չի անպատրաստից լուրջ գործողություններ սկսել, հա։ Որովհետեւ իշխանության պատասխան գործողությունները կարող են անկանխատեսելի լինել, հա մայր։ Ճիշտ հասկացանք ակնարկներդ։ Ես զուտ եղանակի մասին էի խոսում։ Հա, լավ եղանակի, հասկացանք ոնց էր։ Ազնիվ խոսք, ոչ մի երկակի իմաստ ասածումս չկար։ Հիմա կասես Ռուբիկ Հակոբյանի ասածում էլ ոչ մի թաքնված մեսեջներ չկային։ Հուսականությանն եմ նայում եւ նայում եմ մեր օթերոյթաբաների գնահատականներին, բավականին նորմալ հանգիստ գարուն կլինի։ Չնայած հա, իր ասածում ոնց որ իրոք թաքնված մեսիջ չկար։ Հա, զուտ Լիլի հովերի գործին խփեց ու կարդաց եղանակի տեսությունը։ Այժմ պատասխան հարց էջի ժամանակն է, որտեղ նախ լսում ենք պատասխանը, հետո միայն հարցը։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատասխանել է. Կարծում եմ պետք է լսել էքստրասենս Գաբրիելի խորհուրդը։ Ոնց նախարարը գնացել է 6-րդ զգայարան, հա։ Չի գնացել, հանգիստ լսենք հարցը, ինչ նոր քայլեր կարելի է ձեռնարկել երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Արաքել Մովսիսյանը գրել է. «Չգիտեմ»։ Այ ոնց որ անսպասելի պատասխան էր։ Հարցը. արդյոք հնարավոր է Մաքսվելի հավասարանները լուծել առանց աստիճանական բաղդատումների։ Ու ասել է չգիտեմ, հիմա մարդը չգիտի, ինչ անում։ Լավ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանել է, որովհետև սրիկա դոլարը էլ չի տատանվում։ Ազգային արտարժույթի կանացման մասին է երևի։ Հարցը, այս վերջերս հերթացով քիչ է երևում, ինչու՞։ Հռոմի պապը գրել է. միանշանակ պետք է վերջ տալ, այլևս դիմանալ հնարավոր չէ։ Բռնությանը, պատերազմներին։ Հարց. ինչ է պետք անել այս պատասխան հարց էջի հետ։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Եվ այսպես կայացավ այդքան սպասված ԲՀԿ խորհրդաժողովը։ Հոբ, Նարեկ ջան, այդ տես չեն ներկայացնում, լուրջ միջոցառում են, չես տես թեթև ներկայացնում։ Okay, ոնց են ներկայացնում ԲՀԿ խորհրդաժողովը։ Եվ այսպես տեղի ունեցավ այն, ինչին սպասում էր մի ողջ սերունդ, ողջ ազգաբնակչություն, ԲՀԿ խորհրդաժողով։ Դե իրականում սենց ելույթներ էին էլի այդ խորհրդաժողովում հիմնականում։ Լուսարձակներ չունեցող երկրի վարիչ մեքենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում։ Վարիչ մեքենան էլ համոզված լինելով, որ անտեղ է վատնում իր կառավարման արդյունավետության րոպեն, ջանք չի խնայում վատնել եւս մի ամբողջ ժամանակ։ Որտեղից է ծանոթ մարդը։ ԲՀԿ падգամավոր գրող հրապարակախոս Ռուբեն Գևորգյան։ Հա, ճիշտ է, բա վերջում իր այն լավագույն բանաստեղծություններից չի ներկայացնելու։ Ինչ բանաստեղծություն։ Խորում ես եւ անverջ խորում, խոսիր որ սիրտը ճակ չտա, թունելի վերջում չկա լույս վառանյոկն է, կրոգում սուկեք։
Փաստորեն բարգավաճենք մեկ տեղ հավաքել են ամբողջ գրական սերուցքը։ Այո, եւ այսպես բազմաթիվ գոհարներ, ծաղիկներ, բայց մի հատ եկեք կենտրոնանանք, հասկանանք հիմնական ուղերձը որն էր։ Խնդիրը միասնական ծրագրի ամբողջական շարադրումն է, դրա շարունակաբար հասցնելը հասարակության ավելի ու ավելի լայն շրջանակների եւ այդ ծրագրով առաջ շարժվելը։ Իսկ խորհրդաժողովում եղան բազմաթիվ ուրախ պահեր, եկել են ներկայացուցիչներ տարբեր կուսակցություններից։ Էլ խինդ, էլ կատակ, էլ ինչ ասես չէր հնչում բեմից։ Ողջունում եմ Առաքելություն կուսակցության անունից համաժողովի բոլոր մասնակիցներին եւ քանի որ զուտ վիճակագրական տվյալների առումով շատ բան ասվեց, մենք էլ փորձենք հետ չմնալ։ Ուրեմն լավ բան եղել է այս իշխանությունների օրոք։ Դե վերջին 7 տարում շուրջ 350,000 քաղաքացի արտագաղթել են մեր երկրից եւ Փարքոպատիվ Սփյուռքի նախարարությանը, որ Հայաստան տրանսֆերտ ուղարկողների թիվը շատացավ, ապրեն իրանք։ Լավ, չէ, սենց անարձագանք հանդիսատես չի լինում։ Բա օգնենք։ Տրանսֆերտ ուղարկողների թիվը շատացավ, ապրեն իրանք։ Հայեր! Այո, բայց էլի Սփյուռքի նախարարությանը կպան, չի կարելի, այդ մեր հացն է, մերը։ Եկեք կենտրոնանանք տնտեսության վրա, ինչպես է լուծելու ԲՀԿ-ն տնտեսական խնդիրները։ Ոնց անենք, որ այս աղքատությունը վերացնենք։ Լավ, մեր շուկան շատ փոքր է։ Հայաստանում նորմալ բիզնես դնել ներքին շուկայի վրա անհնար է։ Այս մեր 1 միլիոն աղքատների հետ ոնց վարվենք վերջին հաշվով։ Մեր թեզը հետևյալն է. մենք այլ ընտրանք չունենք, քան ներքին պահանջարկը խթանենք։ Մարդկանց պետքա փող տալ։ Դզում է։ Բայց նույնիսկ այս գեղեցիկ խոստումները չեն ազդել որոշ մարդկանց վրա։ Հա, մի հատ ինչ-որ սրիկա մունաթ է ուղարկել ԲՀԿ համաժողովի վերաբերյալ։ Բարև ձեզ, ես Վլադիսլավն եմ, ես ունեմ վիդեո մունաթ։ Նախ ասեմ, որ շատ եմ սիրում ձեր հաղորդումը, Նարեկ ջան եւ Սերգեյ ջան, մանավանդ քեզ։ Եվ ուզում եմ ասել, որ ձեր վերջին հաղորդման ժամանակ ԲՀԿ համաժողովին ցույց եք տվել պաստառ, որտեղ ոչ իշխանական բառ գրած էր ոչ իշխանական միասին, ինչը վրիպակ է, ոչ իշխանական պետք է առանձին գրվի։ Եվ ուրեմն ես սպասում եմ մեգաբաժակից։ Սիրելի Վլադիսլավ, վրիպակը ճիշտ է, տեղին է, բայց վրիպակը մերը չի, այնպես որ պետքա մեգաբաժակը պահանջես ԲՀԿ-ից։ Եթե դուխդ իհարկե հերիքի։ Դե ուրեմն ԲՀԿ ջան, մեգաբաժակ կամ սուրճի բաժակ կարալնի։ Ընդհանրապես այդ բառը ոնց ուզում գրում են, ես ձեր ցավը տանեմ, պետք է չի բաժակը։ Մոռացեք, կարող է ինձ էլ մոռացեք բաժակն էլ, օքեյ։ Սկսում ես, որ շրջանառության հարկի մասին խոսալու համար ավելի անմիջական շփում ա պետք, որ մենք հասկանանք։ Հա, այն որ առաջին ձեռքից իմանաս, շփվես, ասես, խոսես։ Ես դա արել եմ տղերք ջան, հենց հիմա մեր եթերում շատ անմիջական շփում Վարդան Այվազյանի հետ գնաց։ Մինչև մտերմիկ զրույցին անցնելը պարոն Այվազյանը պարզ լեզվով բացատրեց շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված խնդիրները։ 60,000 տոննա բերել եմ շաքար։ 60,000 տոննային 60,000-ին 1000 տոննայով 1000 մի տոննայով տվել եմ։ Ես բերել եմ 1000 դրամով 1100 դրամով ցույց եմ տվել, 1050 դրամով ցույց եմ տվել, որ վաճառեցի իրանց։ 1800 դրամով ասենք ենթադրեք շաքարն է վաճառում։ Ասում են ծախել ես, ասում եմ հեսա ծախել եմ, հեսա փող ես էլ մաքսայինից տուկտ է։ Փողին ասում եմ սիրելիս։ Ումից ես առել շաքար, ասում եմ, ինձ մի հարցրա։ 5% կտամ մենակ ընդ մի հարցրա։ Դե ես շաքարի պահով տենց վստահ օրինակ չէի բերի, բայց ինչև է անցնենք մտերմիկ զրույցին։ Կարևոր խնդիրը նրա մեջ է կայանում, որ ինքը փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդրեմ կա։ Որտեղ ինքը այդ փաստաթղթաշրջանառությունը չի ցույց տալիս ամբողջապես։ Նայել չի տալիս։ Կարող լավ օրենքը խնդրեմ ունենա։ Դե լավ օրենքի իրականացման մեխանիզմները պետք է մենք հստակ դնենք։ Համամիտ եք թե համամիտ չեք։ Համամիտ եմ, նաև Քեզ ասում եմ դու ինձ որևէ մի հարկ մի տուր, ասում ես չէ, ես ուզում եմ հարկ տամ։ Դու դրան հավատում ես։ Այսինքն նշանակում է, հա։ Չէ։ Դե հիմա ո՞նց է դուս գալիս։ Նշանակում են 5% իրան շատ ավելի ձեռք է տալիս կամ 3.5%-ը։ Քանց ինքը 0։ Ինչ են ասում ՓՄԶ-ի ներկայացուցիչն, ասում են սիրելիս, դու փաստաթուղթ ով որ քեզ չի տալիս, արի դու ինձ ասա։ Ինքն էլ է ճիշտ չի վստահում։ Ըստ վստահության։ Բայց ասում ես գործտվող չեմ։ Հա, ասում ես գործտվողը չեմ։ Իսկ գուցե չեմ ուզում վերցնեմ։ Ասում ես ով չի տալիս քեզի, ասում իրանք չեն տալիս, ասում ով չի տալիս, չեմ ասի։ Իսկ ահա որոշ падգամավորներից օրինակա վերցրել դրա համար այդպես։ Կարող է։ Այ էս են պահներ, երբ ես ու պարոն Այվազյանը իրար հասկացանք։
խոշորի ցանկը բոլորս գիտենք այստեղ նստած ովքեր են, ինչ են ներկրում եւ ով ինչ արտոնություններով են ներկրում։ Կամքը պետք է այստեղ դրսևորել։ Գնալ, կանգնել այդ ցանկը հանեն եւ չընկնել այդ խեղճ ու կրակ ժողովրդի ջանը։ Տեգին Բիշարյան, ես գիտեմ, որ դուք գիտեք, պարզապես չեք հայտնում, որտեղ գործ տվելու խնդիր կա այստեղ։ Հիմա գործ տալու։ Դուք դա համարում եք գործ տալ, եթե ինքը ասի ով։ Բնականաբար ոչ։ Ոնց գործ տալ։ Ես ընդհանրապես դες բան չեմ, ես քրեական օրենսգրքի կողմից խմել եմ։ Իսկ հետո անցա էլ ավելի կարևոր հարցի։ Ինչու ազգային ժողովում այսօրվա չկան էքսցենտրիկ падգամավորներ, ինչ այդպես։ Դա որն է էքսցենտրիկը, որոնց բացատրականից մեկ էլ հելննդեղը վերևից գիրք շպրտի բան։ Դե, սենց ոչ ստանդարտ, հա, էլի, հա, ոչ ստանդարտ պահվածքով։ Դեմք ես դա որ ասում եք ինձ ինչ-որ մի բան։ Վերադառնանք նախորդ հարցին։ Դուք քանի տարեկան եք։ 25։ 18 տարեկանում բանակ գնացիք։ 20-ում։ 20-ում ավարտացի հետո գնացի։ Ուզում էի, թե չէի ուզում։ Մենակ չասի թե ուզում էի։ Իսկ Հայաստանում քանի հոգի կար ուզող։ Չեմ հարցրել բոլորին, չգիտեմ։ Հա, բայց այնա չի որ բոլորն ուզում են, չէ՞։ Երբի։ Խուսափում են, ճիշտ է։ Դրա մանակին, այսպես ասած, ցանկ ունենք, որոնք խուսափել են։ Հա։ Բայց օրենքը պարտադիր է, չէ՞։ Այո։ Որ չեն գնում խնդիր առաջ գալիս, չէ՞։ Այո։ Դե մոտավորապես մի բան էլ է սա։ Հասկացա։ Դա այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտենք օրվա վիդեոբոցը։ Կռիվը մի թեթև ա եղել։ Միայն վարորդով չէին սահմանափակվել։ Իսկ վերջնական որ ես էլ եմ կապոտին ջղայնացած եմ եղեքինով ցած։ Այդքան Ցարիկ միջոցառումը մենք վերցնում ենք, իսկ ասենք խլում ենք բաժակ մունատ ուղարկած մեր հերոստատիտողից, որովհետև մենք քվանշել ենք իր մունատը։ Հիշում ես 10 լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր անհիմն վիդեոմունատներ են մեզ ուղարկա, որովհետև մենք կարող ենք նաև վերցնել ձեր տան ունեցած բաժակները։ Եվ այսպես դու ասել ես, որ մենք իբր թե ասեցինք, որ մինչև 6:30 չի թանկանա, բայց մենք չենք ասել մինչև որը, կարա մինչև մայիս 6:30, մինչև օգոստոս, մինչև 6:30։ Հա, դրա ոնց ես քեզ զգում։ Ես խնդրում եմ բաժակը խնդրում եմ տեսա բայց մի քիչ ես մեծ էր երևում ինքը նույն անկյուն դու բայց Նարեկը ասել էր այսօր 6:30 չես ֆիքսել ասել էր այսօր 6:30 մհեր դու ում թիմից ես դու եք ես տղու բաժակը չեկել ամաչում չեկել ամաչում ուրեմն դու չէիր իջնում որ ասել ես այսօր 6:30 այսօր 6:30 նա ուսանող տղա է բաժակ ես վեկարում ձեր վեկար մեգա բաժակ եկել այս տղու ասենք մեգա բաժակ անվճար է չէ մի խոսքով եկեք բանենք մեգա բաժակ եկեք բանենք լավով փակենք հա այս մեգա բաժակ նա որոնց մենք մոտ շատ իրար բանը շատ են անում ինչ-որ բառը կուլ են տալի հետո իբր մենք չենք ասել բառը մեր դու ում կողմից բայց ուսանողն բայց մեգա բաժակն ավելի մեծ չէ ասենք ստանդարտ չափ է չէ ինչը չհասկացան քո բաժակը ցույց դու քո բերած է բեր հա քո բաժակը դնենք սրա կողմ ահա նայ մեր ինչքան ավելի